Այսօր self-love գաղափարի մասին ենք խոսելու, ինքդ քեզ սիրելու, ընդունելու, լավ վերաբերվելու։ Վերջին տարիներին շատ ենք լսում այս երևույթի անհրաժեշտության մասին, եւ ես միանշանակ համամիտ եմ, եթե մենք ինքներս մեզ չգնահատենք, ապա մեր փոխարեն դա կանեն միգուցե միայն ամենամտերիմ մարդիկ են էլ վստահաբար ոչ բոլորը, բայց մեր ինքնագնահատականը եւ հետեւաբար կյանքի որակը, այդ կյանքից բավարարված լինելը կլինեն շատ ավելի ցածր, քան կարող էին լինել հակառակ դեպքում։ Հիմա հարց. զարմացած եք, որ ես սովորաբար խոսում եմ քաղաքական ու ազգային թեմաների մասին, իսկ հիմա խոսում եմ ինքնագնահատականի ու ինքդ քեզ սիրելու անհրաժեշտության մասին։ Մի զարմացեք։ Ես իրականում անկեղծորեն վստահ եմ, որ ինքդ քեզ սիրելու եւ ընդունելու մեջ մտնում է նաեւ սերը առ քո արմատներ, քո հայրենիք, քո պատմություն, քո ինքնություն վերջ-վերջո։ Ու ես վստահ եմ, որ եթե մարդը իր ազգությունը համարում է, այսպես գիտեք, երկրորդ սորտի, այն որ կարող ավելի լավ լիներ, բայց դե սենց եղավ, մինչդեռ այլ ազգությունները համարում ավելի որակով, ավելի նախընտրելի, ինչպես երբ որ փոքր էի ասում էին ավելի ֆիրմա, ապա այդ մարդը պարզապես չի կարող ունենալ եսի հետ առողջ հարաբերություններ, եթե մենք ինքներս չընդունենք ու լավ չվերաբերվենք մեր ինքնության ու մեր եսի այսքան կարևոր բաղադրիչին, ինչպիսին է մեր ազգությունը, ու եթե մենք ներքուստ համարենք այն անհաջողություն, իսկ ոմանք նույնիսկ բացայբաց անհաջողության աղբյուր են համարում, ապա ամեն հաջորդ իշխանություն իր ողջ մեղքերը նորից եւ նորից կհամարձակվի փաթաթել մեր ազգի վզին։ Ու ես հիմա չեմ խոսում վարդագույն ակնոցներով կյանքին նայելու մասին, չէ։ Մենք բոլորս անցնում ենք հիմա շատ բարդ շրջան, գաղափարական բյուրեղացման շրջան, երբ մեր հայրենակիցներից շատերը մեզ միգուցե դուր չեն գալիս, հա, բայց դա ոչինչ էլ չի փոխում իմ ասացի մեջ, իմ կարծիքով, որովհետև ընդունել քեզ ոչ միայն քո անձնական ուժեղ ու թույլ կողմերով, այլ նաև քո ազգային ինքնության ողջ բազմաշերտ ժառանգությամբ, այդ նույն self-love-ի դրսևորումն է։ Սիրեք ձեզ, ամբողջական սիրեք։ Մի վիրավորեք ինքներդ ձեզ, ձեր ազգային պատկանելիությունը այլոց պատկանելիությանը ստորադասելով։ Դա ու ես իրոք սրան հավատում եմ, տոքսիկ ու անառողջ զգացմունքներ են, տոքսիկ ու անառողջ հարաբերություններ։